այս գիրքը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր երբևէ սիրահարվել են մշակույթի, որը խժռել է իր զավակներին, ինչպես նաև Գրիգոր Պահլավոնուն և Պետրոս Գետադարձին դարերի խորքից։ Եթե ասեմ, որ այսպես է սկսվում ժամանակակից գիտական ֆանտաստիկայի ամենահայտնի ու ամենասիրված ստեղծագործություններից մեկը, շատերը գուցե չեն էլ հավատա, այնինչ շատ իզուր։ Պարզվում է, որ ներկայիս գիտական ֆանտաստիկայի աստղերից մեկը Արկադի Մարտին կեղծանվամբ հանդես եկող Աննա Լինդեն Ուելլերը մասնագիտությամբ հայագետ է ու իր հիշողություն, որ կոչվում էր Կայսրություն գրքում, բյուզանդական կայսրության և հայկական թագավորության հարաբերությունները պրոյեկտել է տիեզերական էպոպեայի վրա։ Հիշողություն, որ կոչվում էր Կայսրություն գիտաֆանտաստիկ վեպը, պատմում է Տեյսկալաան միջմոլորակային կայսրության մասին, որտեղ ժամանում է անկախ ու ինքնիշխան Լսել Կայանի դեսպան Մահիտ Զմարեն, փոխարինելու իր նախորդին, որին սպանել էին շատ կասկածելի պայմաններում։ Հայտնվելով կայսրության ամենասրտում, երիտասարդ աղջիկ Մահիտը անմիջապես բախվում է պալատական ինտրիգների, իշխանափոխության ճգնաժամի և խարդավանքների հետ, փորձելով ամեն գնով պաշտպանել իր անկախ կայանը կայսրության զավթողական արշավանքից։ Միևնույն ժամանակ, սակայն, կայանում հայտնաբերել են այլ, ոչ մարդկային արարածների, որոնք ահագնացող վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքր կայանի, այլև ամբողջ մարդկային աշխարհի համար ընդհանրապես։ Հայկական շունչն այս ստեղծագործությունում զգացվում է հպանցիկ, տեղանունների և անձնանունների շողքերով, սակայն հավատացեք, դա չէ այս գրքի հմայքը։ Սա ամենաբարձր որակի գիտական ֆանտաստիկա է, ինչի ապացույցը 2020 թվականին ստացած Հյուգո մրցանակն է, որը Օսկարների Օսկարն է ֆանտաստիկայի ժանրում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ հիշողություն, որ կոչվում էր Կայսրությունը, հեղինակի առաջին դեբյուտային գիրքն է, այսինքն նորից խնդրում եմ պատկերացրեք, որևէ ռեժիսոր նկարահանում է իր առաջին ֆիլմն ու հենց անմիջապես Օսկար շահում։ Այ այդքան լավն է այդ գիրքը։ Եթե սա էլ ձեզ չհամոզեց, ապա գրքի շարունակությունը, Ամայություն, որ կոչվում էր Կայսրություն, նույնպես ստացել է Հյուգո մրցանակ։ Չէ, ընկերներ, այսպես աստղերը երբեք չեն համընկնում, սա իրոք մեծ ստեղծագործություն է։ Այնպես որ, սիրելի հրատարակիչներ, չեմ տեսնում ձեր ձեռքերը, շտապեք միմյանց հերթ չտալով ձեռք բերելու Արկադի Մարտինի հեղինակային իրավունքները, թարգմանեք ու հրատարակեք նրա գրքերը ու մեզ էլ չմոռանաք կանչել շնորհանդեսին։